մենք շարունակում ենք մեր անցած անգամ դասը, որովհետև ինչպես անցած անգամ արդեն ասեցինք, սա կարևորագույն թեմաներից մեկն է եւ հատկապես գնալով, քանի որ իրադարձությունները ավելի ու ավելի դաժան են դառնում, մեզ համար էլ ավելի կարևոր է այսօրվա հարցը, թե ով է մեղավոր եւ ոչ թե ով է բարի շեշտադրմամբ, այլ առաջին հերթին մեղավոր բարի շեշտադրմամբ։ Եվ ինչու այդպես, նորից եւ նորից, մենք ասում ենք, որ ցանկացած զարգացման համար անհրաժեշտ է նախ եւ առաջ ընկալել, թե ինչու՞մ է սխալը, ընկալել, թե ով է այդ սխալի համար մեղավոր եւ ընկալել այդ ամբողջ սխալի մեղքը որն է։ Սա իրականում հիմա մենք խոսում ենք պետության մասին անցած անգամ եւ այսօր եւս կխոսենք պետության մասին, բայց երբ որ փորձում ենք մի քիչ ավելի լայն նայել, ապա մենք ընկալում ենք հետեւյալը. եթե մենք ընդհանուր առմամբ, այսինքն երբ որ մենք ասում ենք ով է մեղավոր, ճնշող մեծամասնությամբ մարդիկ ընկալում են, որ զուտ մեղադրանքների մասին է խոսքը։ Եթե մենք զուտ մեղադրում ենք չբացատրելով, թե ինչու են մեղավոր եւ կոնկրետ ովքեր, այդ ժամանակ դա դառնում է վերարձակված ինչ-որ արտահայտություն, ինչպես որ շատ տարածված է այժմ, եւ Facebook-յան տարբեր ստատուսներ, տարբեր գրառումներ եւ այլն անընդմեջ հենց դրա մասին են, որ ինքը դատարկախոսության նման է դառնում արդեն։ Դրա համար նորից եւ նորից շատ կարեւոր է հստակ ընդգծել ովքեր եւ հստակ ընդգծել ինչու են մեղավոր։ Սա մի կողմից։ Մյուս կողմից շատ կարեւոր է, որ եթե մարդ չի զգում թե ով է մեղավոր, եւ ինքն էլ, եթե ինքն է մեղավոր, չի ընդունում իր մեղավորությունը, ապա գալիս է արդեն հրաժարում պատասխանատվությունից։ Ընդ որում, հրաժարվում են պատասխանատվությունից ոչ միայն նրանք, ովքեր մեղավոր են, երբ չեն ընդունում իրենց մեղքը, այլ նաեւ նրանք, ովքեր հասկանում են, թե ով է մեղավորը, բայց չեն մեղադրում նրանք։ Ըստ այդմ մեղավորները շատ ավելի շատ են, քան մենք կարող ենք պատկերացնել։ Հիմա շարունակելով անցած դասը միաժամանակ փորձեմ պատասխանել հարցերին, որոնք որ հնարավոր է, որ ինչ-որ ձևով ծագել են։ Մենք մեր հերթին անընդմեջ ընդունում ենք սեփական մեղավորությունը։ Մենք ընկալում ենք, որ նրանք, ովքեր ավելի շատ են հասկանում եւ ավելի շատ են ունակ, ավելի շատ մեղավոր են եւս։ Պարզապես մենք անհրաժեշտ ենք համարում նաև հստակ ընդգծել մեղավորության եզրերը, որպեսզի ոչ միայն կարողանանք վերջապես լուծել այն բոլոր բացերը, ոչ միայն վերջապես պատասխանատվության ենթարկենք բոլոր ամենակարևոր մեղավորներին, այլ նաև կարողանանք ստեղծել այնպիսի մի իրավիճակ, որում հետագայում այլևս չեն կրկնվի նույն սխալներ եւ նույն մեղքը այլևս գոնե հնարավորինս կբացառվի։ Իրականում, երբ որ մենք մտածում ենք մարդկային առանձին մարդկանց վերցրած կյանքերը, նույն բանն է։ Շատ կարևոր է մարդու կյանքում առանձին եւս որ մարդ այդ հարցը հնչեցնի, որովհետեւ մենք բոլորս սովորում ենք առաջին հերթին հենց սխալների վրա։ Դա տխուր է, միշտ ասում ենք, որ լավ կլիներ ուրիշների սխալների վրա սովորենք, սակայն ճնշող մեծամասնությամբ մարդիկ սխալվում են, հետո ընկալում են, որ դա սխալ էր, ընկալում են մեղավորությունը եւ դրանով դա լուծում են։ Դրա համար է, որ մենք անընդմեջ ուսմունքի տեսանկյունից անընդմեջ նորից ու նորից ասում ենք, որ անհրաժեշտ է վերլուծություն, անհրաժեշտ է ինքնավերլուծություն, անհրաժեշտ է կարողանալ դուրս հանել բեմ այն բոլոր խնդիրները, որոնք որ արկա են, եւ ընդունել դրանցում եւ սեփական մեղավորությունը, եւ ուրիշի մեղավորությունը եւս։ Ընկալել այն որպես մեղավորություն եւ անվանել այն մեղք։ Սա անհրաժեշտ է, առանց դրան մենք իրականում չենք կարող գնալ առաջ։ Էլուր դա աշխատում է պետության համար, որովհետեւ նորից եւ նորից արդարադատությունն է պետության հիմքը։ Եվ եթե խախտվում է արդարադատությունը, պետությունը չի կարող ոչ միայն զարգանալ, ընդհանրապես կայուն լինել չի կարող։ Եվ հիմա մեզանում արդարադատությունը խախտված է իսպառ, եւ դրա համար մենք նորից շարունակում ենք ով է մեղավոր պետության մակարդակում արդեն։ Ես հիշեցնեմ, որ անցած անգամ մենք բացատրեցինք հերթականությունը մեղավորների եւ հիմա պարզապես եւ հիշեցնեմ եւ մի քիչ հստակ ընդգծենք թե ինչու։ Առաջին հերթին նորից եւ նորից իշխանությունները։
Ինչու, որովհետև դավաճանեցին, որովհետև քայքայեցին եւ որովհետև կազմականդեցին եւ որովհետև շարունակաբար աշխատում են Հայաստանը կործանելու ուղղությամբ եւ փաստացի, եթե մենք մի քիչ ավելի թեկուս վախենանք, բայց փորձենք կանխատեսել, թե ինչ է կատարվում, տեսնելով, թե ինչ է կատարվում Սյունիքում, տեսնելով Նիկոլի տականք արտահայտությունները, մենք կարող ենք ասել, որ խոսքը գնում է իսպառ ոչնչացնելու մասին Հայաստանը։ Մինչև մենք չընդունենք, որ դրանում մեր իշխանությունները մեղավոր են, մինչև մենք չպատասխանատվության չենթարկենք նրանց, մենք չենք կարողանա ոչ միայն պետություն արարել, մենք չենք կարողանա ամեն մեկս մեր կյանքի համար որևէ նույնիսկ վստահության բառնել չիս ասում, մինիմալ վստահություն անգամ ունենանք։ Սա առաջինը, երկրորդ մեղավորը ոնց որ անցած անգամ ասեցինք արդեն դա ընդդիմությունն է, որ թույլ տվեցին, որ այս ամբողջը տեղի ունենա, որ ինչ-որ ձևով նպաստեցին, որ հասավ այս ամբողջին եւ որ որևէ քայլ իրականում չեն ձեռնարկում այս ամբողջը վերջապես դադարեցնելու ուղղությամբ։ Մեղավորը ազգային էլիտան, որ որևէ հավակնություններ չունի եւ ոչ մի դաշտում եւ որևէ ձևով չի ստանձնում պատասխանատվություն։ Մեղավոր են, ոնց որ նորից ասեցինք արդեն անցած անգամ, բոլոր նրանք, ովքեր աշխատում են զանգվածների հետ, դասատուներ, զանգվածային լրատվական միջոցներ եւ այդպես շարունակ, ինչու որովհետեւ չստանձնեցին առաքելությունը քարոզչության համար։ Մեղավոր է մասամբ նաեւ եկեղեցին, որ չի վճռական դառնում նույնիսկ այժմ, երբ որ այս սարսափելի իրողությունը դառնում է ավելի ու ավելի սև եւ փաստացի սատանայական։ Ու եկեղեցին է, որ պետք է իրականում առաջին հերթին այս ամբողջ չարիքի դեմ պայքարի, որպես հենց Աստծո ծառա առաջին հերթին պիտի կարողանա հաղթահարել ների ծառաների աշխատանքը։ Եվ այդպես անցած անգամ գալով մենք եկանք մյուս երեքին, որոնց մասին շատ քիչ խոսեցինք եւ դրա համար հիմա վերադառնում ենք այդ երեքին։ Մյուսները դա այն ամբողջ տարբեր դաշտերի աղանդավորներ, տարբեր տեսակի քարոզիչներ, որոնք որ քայքայում են պետությունը, որոնք որ անընդմեջ փորձում են տարածել ապազգային տարրերը, ապազգային գաղափարները եւ գալիս են հիվանդությունների պես, մտնում են տարբեր տեղեր, մի կողմից իրենք նման են բորենիներին, որոնք որ հասնում են թուլացած հզոր կենթանու վրա, բայց մյուս կողմից իրենք նման են հենց այդ ոնց որ անցած անգամ ասեցինք պարազիտների, որ մտնում են օրգանիզմի մեջ եւ սկսում են քայքայել այդ ամբողջ օրգանիզմը։ Հիմա երկրորդը, որ նորից անցած անգամ հիշատակեցինք, բայց չկանգնեցինք, ու հիմա ես այդ երկուսը կմիացնեմ եւ կփորձեմ ավելի մանրամասն նկարագրել, թե ինչու են մեղավոր։ Երկրորդը դա թշնամին է։ Եվ թշնամին այսօր դրսևորում է այնչափ ագրեսիա, որ ամբողջ աշխարհը զարմանում է։ Ամբողջ աշխարհը սովոր չէ, հիմա միջազգային տարբեր վերլուծաբանները անընդմեջ ասում են, որ փաստացի Թուրքիան եւ Ադրբեջանը կարողանում են առաջ գնալ զուտ իրենց աննկարագրելի լկտիության պատճառով, թեկուզ Էրդողանի եւ Ալիևի կողմից դրսևորվող։ Եվ քանի որ աշխարհը գոնե ձևական սովոր է ավելի երեսպաշտ քայլերի, իսկ այստեղ այդ ակնհայտ ագրեսիայի ոչ մեկ չէր սպասում եւ դրա համար աշխարհը չի կարողանում կողմնորոշվել, թե ինչպես պահել։ Ու այս սարսափելի ագրեսիայի ֆոնին մենք անընդմեջ թույլ դիրք ենք ընդունում, փորձում ենք չպայքարել, չգիտես ինչու, հանձնվում ենք եւ իրականում կործանվելու ենք, եթե անհապաղ դեմ չառնենք։ Եվ այդպես այդ երկուսը եկեք միացնենք, որովհետեւ երկուսն էլ թշնամանք է եւ երկուսն էլ տարբեր ձևերով դրսևորվող թշնամանք է։ Ես այդ աղանդավորների ու տարբեր ագենտների, այդպես ասենք, որոնք որ ներթափանցում են մեր երկիրը եւ քայքայում են այն տարբեր մակարդակներում, ես դրանք գումարի նաեւ այդ օտար միգրանտներին, որոնք որ այժմ եկել են, եւ նրանցից ոմանք ամեն գիտենք, որ ինչ-որ սև աշխատանք են տանում, թեկուզ մեղքեն, որովհետեւ տրաֆիկինգ է, բայց նաեւ պետության համար վտանգավոր են եւ ազգային անվտանգության համար վտանգավոր են եւս։ Այնուամենայնիվ նրանց մեջ կա նաեւ ստվար զանգված մարդկանց, ովքեր որ ընդհանրապես հայտնի չէ ինչու
ինչու են եկել Հայաստան, որոնք որ փաստացի թշնամական երկրներից են կամ թշնամական ծագում ունեն եւ ըստ այդմ խստագույնս վտանգավոր են։ Հիմա այդ բոլորին միացնենք եւ փորձենք դիտարկել։ Մի կողմից, ինչքան էլ մենք մեղադրում ենք մեզ, բայց եկեք այն անեկդոտի նման, հա, որ երբեմն հիշատակում եմ, երբ որ Մոլլա Նասրեդինի էշին տանում են գիշերը, հետո ինքը առավոտյան լացում է, ասում է ինչ հիանալի էշ ունեի, ու բոլոր ընկերները գալիս են ասում են, որովհետև դուրդ լավ չես կողպել, որովհետև դուրը վաղուց պիտի փոխեիր, որովհետև կողպեքը լավը չէր եւ այլն։ Ինքը ասում է, լավ, ես մեղավոր եմ, բայց եկեք ընդունենք, որ այդ գողացողն էլ է մի քիչ մեղավոր։ Հիմա եկեք ընդունենք, որ այնուամենայնիվ թշնամին շատ մեղավոր է եւս, եւ այդ աղանդավոր ծառայողները եւ այլն իրենք եւս մեղավոր են այնուամենայնիվ։ Բայց մեզ համար իհարկե ավելի կարևոր է մեր մեղքը, որովհետև երբ որ ընկալում ես, որ չարիքը շատ է, քո վարքից կախված է կկարողանա այդ չարիքը ներթափանցել քո մեջ թե ոչ։ Ինչքան ավելի շատ ենք մենք հզոր մեր հավատով, այնքան ավելի վստահ ոչ մեկ չի կարող տապալել այդ հավատը։ Ինչքան ավելի հզոր ենք մենք, այնքան ավելի վստահ մենք կարող ենք մտածել խաղաղության մասին։ Ինչքան ավելի շատ հզոր է մեր բանակը, այնքան ավելի քիչ հավանական է, որ մեր վրա կհարձակվեն։ Եվ այդպես շարունակ։ Եվ դրա համար առաջին հերթին մշտապես եկեք փնտրենք մեր մեջ պատասխանը։ Եվ այստեղից մենք գալիս ենք ժողովրդի պատասխանատվությանը։ Եվ անցած անգամ մենք մի քիչ ասեցինք, որ մասամբ ժողովուրդը մեղավոր չէ։ Հիմա եկեք այդպես անենք։ Առաջինը մի կողմից շատ ընդունված է, որ բոլորը ելնում են եւ սկսում են ժողովրդի անունից խոսել, եւ դա իհարկե ընդունելի չէ, բայց մյուս կողմից ժողովուրդը ամորֆ հասկացություն չէ։ Ժողովուրդը դա այն բազմությունն է յուրաքանչյուր հայի, որը որ մենք դրսևորում ենք ինքներս եւս։ Ես էլ եմ մաս այդ բազմության։ Ես խոսում եմ իմ անունից եւ ըստ այդմ ինչ որ առումով խոսում եմ ժողովրդի անունից։ Որովհետև ո՞րն է ժողովուրդը, արդյոք մեծամասնությունն է։ Արդյոք մենք ընդհանրապես իրավունք ունենք մեծամասնությամբ դատել որևէ բանի շուրջ։ Եթե մենք այդպես ավելի ու ավելի փորձում ենք խորանալ, մենք գալիս ենք գաղափարին, որ ինչքան ավելի շատ ընկալում ես, այնքան ավելի շատ այո, պատասխանատվություն ես կրում։ Եվ այնքան ավելի շատ այո, ցավոք սրտի, մեղավոր ես։ Եվ դրա համար մենք իհարկե նորից եւ նորից ընդունում ենք նաեւ մեր մեղավորությունը, որ 2020 թվականից ի վեր ավելի ակտիվ չպայքարեցինք, չնայած եւ ոչ մի պահ չեղավ, որում որ մենք չպայքարեինք, որում մենք ծուլանայինք, որում մենք հանձնվեինք, որում մենք վախենայինք եւ այդպես շարունակ։ Մի պահ անգամ չեղավ, որում որ մենք ինչ որ ձևով մեզ հետ պահեինք պայքարից, նույնիսկ երբ որ ցույց կազմակերպողները մեզ համար այդքան էլ ընդունելի չէին։ Այնուամենայնիվ մշտապես տարբեր ձևերով մենք դրսևորում ենք գոնե մեր պայքարը։ Հիմա երբ որ այդպես սկսում ես դիտարկել ինչին ենք հասնում մենք 2025 թվականին, մենք արդեն ծայրին ենք կորցնելու Սյունիքը, եթե կորցնենք Սյունիքը, մենք կորցնելու ենք Պարսկաստանի սահմանը եւ ըստ այդմ դա լինելու է Հայաստանի վերջը, որովհետեւ շրջապատված լինելով թշնամիներով, միակ բանը, որ մեզ կապում է աշխարհի հետ, դա Պարսկաստանն է մի կողմից եւ Վրաստանը մյուս կողմից, եւ ըստ այդմ հասկանալի է թե ինչ սարսափելի վիճակում մենք կարող ենք հայտնվել։ Սա մեկ եւ երկրորդը, ինչը ոչ պակաս կամ ըստ էության էլ ավելի դաժան է, դա հարված է հայ առաքելական եկեղեցուն, տականք դավաճան իշխանությունների կողմից։ Եվ մենք նորից ու նորից շարունակելով իրենց մեղադրել, այս անգամ արդեն հասկանում ենք, որ ժողովուրդը ավելի ու ավելի մեղավոր է դառնում։ Եվ արդեն եկեք դադարենք մտածել այդ ամորֆ ժողովրդի, ամորֆ մեղավորության մասին։ Յուրաքանչյուրս, ամեն մեկս եւ ուրիշ ձևով ասեմ, ամեն մեկդ մեղավոր եք։ Ինչու? Որովհետև ամեն մեկը իր կյանքի մեջ տոգորված, իր փոքր ինչ-որ իրավիճակների մեջ տոգորված մոռանում է, որ մենք բոլորս այս երկրի մասն ենք եւ մեզ բոլորս արարում ենք այս երկիրը։ Երբ որ մենք ապրում ենք, զարգանում ենք, սովորում ենք, ապրում ենք բոլորի համար, սովորում ենք բոլորի համար, իսկ այդ բոլորը սահմանվում են առաջին հերթին մեր հայրենիքով։
Ինչքան էլ տգիտության մեջ մարդիկ տոգորված են, այնուամենայնիվ սա գոնե պետք է հասկանային, որովհետև նույնիսկ ամենատգետ մարդը միևնույն է, մտածում է գոնե մի քիչ իր զավակի մասին։ Եվ ինչ հայրենիք ենք մենք թողնելու զավակին։ Քանի դեռ մենք շարունակաբար դիմանում ենք դավաճան իշխանությանը։ Սա լրջագույն հարց է։ Եվ մյուս կողմից մենք անընդհատ ասում ենք, այո, տգիտության մեջ տոգորված, անկրթության մեջ տոգորված, մարդիկ չգիտեն ընդհանրապես ինչի մասին է խոսքը։ Խոսում ես մարդկանց մասին, իրենք չափում են Հայաստանը մինիմալ բաներով, գնում են այլ երկրներ, հիանում են այլ երկրների շենքերով, գալիս են այստեղ ուրախանում են, որ նորանոր շենքեր են կառուցվում։ Այդ շենքերը այնքան պղտորել են Երևանը, որ օդ ընդհանրապես չկա եւ դրա համար եւս տարածվում են անթիվ հիվանդություններ։ Հայաստանի հարստությունը այդ շենքերը չեն կարող լինել։ Հայաստանի հարստությունը այն պատմությունն է, որ ցանկացած վայրում առկա է, որ ցանկացած տեղ կարող ես տեսնել քարիկ ու վստահ լինես, որ այդ քարի տակ այն ամբողջ դարերի հազարամյակների հիշողությունն է։ Սա է Հայաստանի հարստությունը, բայց Երևանի ինչ որ շենքերում նստած դուք չեք կարող տեսնել Հայաստանի հարստությունը։ Դրա համար դուրս եկեք, ման եկեք Հայաստանի տարբեր անկյուններով, հիացեք Հայաստանով, ճանաչեք Հայաստանը, սիրեք Հայաստանը, որպեսզի վերջապես պայքարեք Հայաստանի համար։ Եվ դրա համար նորից ու նորից եկեք հասկանանք ովքեր են մեղավոր եւ պահանջենք պատասխան իրենց մեղքերի համար։ Առանց դրա մենք չենք կարող առաջ գնալ։ Եվ դրա համար չնայած որ մեղքը ոնց որ ասեցինք բոլորինն է, այնուամենայնիվ եկեք ամեն մեկս մեր տեղում մտածենք, որ մեղավորությունը մեր շատ է, ամեն մեկիս, եւ դրա համար կամ մենք հենց հիմա ստանձնում ենք պատասխանատվությունը, կամ էլ մենք մեղքի մեջ տոգորվելու ենք։ Բայց այնուամենայնիվ, որպեսզի վատ տոնայնության մեջ չավարտենք, մենք հիշեցնենք բոլորին Կոնֆուցիոսի հայտնի 7 տարին, ինքը ասում էր, որ ինչքան էլ սև լինեն ժամանակները, 7 տարի ուժեղ կրթությունը բավարար է, որպեսզի ազգի պատկերը փոխվի։ Եվ դրա համար մենք ունենք լուծումներ, անհապաղ ձերբազատվել դավաճաններից, անհապաղ պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին, որից հետո վերջապես ունենալ ազնիվ ազգային իշխանություններ եւ արարել Հայաստանը ու կրթության վրա այնքան ուժեղ շեշտ դնենք, որ 7 տարի հետո մենք հպարտությամբ նստենք միասին ու խոսենք, որ մեր մեղքը կտրուկ քչացել է։